Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարև ձեզ, Փաստինֆոյի եթերում հարցազրույցն է, դաղավարում ես այսօր զրուցելու եմ Հայ Առաքելական եկեղեցում Ասիացոտ թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հետ։ Աստված օգնական Սրբազան։ Շնորհակալ եմ իմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալություն։ Սրբազան ամենօրյա ռեժիմով Նիկոլ Փաշինյանը գրառումներ է անում եւ մի հարցի պատասխան է ակնկալում։ Մենք իհարկե ծանոթ ենք եկեղեցու Մայրաթորի հայտարարությանը եպիսկոպոսատ ժողովից հետո, բայց ի վերջո այդ հարցի պատասխան պետք է հնչի։ Այդ հարցի պատասխանը հնչել է 1997 թվականին հոկտեմբերի 27-ին, երբ որ Վեհափար Հայրապետ ազգային եկեղեցական ժողովի կողմից ընտրվեց ամենայն հայոց կաթողիկոս։ Վեհափարի անձին վերաբերող բոլոր հարցերի պատասխանը տալիս է ազգային եկեղեցական ժողովը դրական իմաստով։ Միգուցե այստեղ ենթադրություն կա, որ այ կար հարց, որ բաց էր մնացել եւ այն ժամանակ այդ հարցը չի շոշափվել։ Ազգային եկեղեցական ժողովը հայ եկեղեցու պատմության չափ պատմություն ունի։ Ազգային եկեղեցական ժողովի որոշումները չեն քննարկվում, այդտեղ ողջ հայության կամքն ու որոշումն է հայտնվում։ Բացառեք բոլոր տեսակի հարցերը։ Ոչ միայն այս հարցի մասին են գրառումները, այլ նաև ես ուզում եմ հիշեցնել Աննա Հակոբյանի գրառումներից մեկը, որտեղ մանկապղծության մասին է ընդհուպ խոսվում, առհասարակ այս հարցերը, ասում են խնդիրներ կան եւ այդ խնդիրների մասին պետք է խոսել։ Դուք սրբազաններից մեկը արդեն ասել էր, որ եթե Աննա Հակոբյանը այդպիսի փաստ է տիրապետում, ապա անհապաղ պետք է համապատասխան մարմիններին հայտնած լիներ այդ մասին, որովհետև գիտեք դա քրեորեն հետապնդելի արարք է։ Ուրեմն ես էլ կերկրորդեմ արտահայտված միտքը եւ կասեմ, եթե կա այդպիսի բան, խնդրեմ, մենք էլ օգնենք, բացահայտենք, ով է դա, այդ մանկապիղծը։ Ու առհասարակ մենք գիտենք, որ այդ տեսակ արարքները կապ չունի հոգևոր հայրը, հոգևոր թե աշխարհիկ, դրա քրեորեն հետապնդելի է եւ բոլորը ենթակա են պատասխանատվության։ Ուղղակի պիտի այստեղ ասեմ, որ Աննա Հակոբյանը թիրախավորել է հոգևոր դասին այդ արտահայտությամբ եւ դա կարող է մարդկանց մոտ նախապաշարում ձևավորել հոգևոր դասի հանդեպ, որը մարդու իրավունքների հարց է դառնում այլևս եւ կարծում եմ պիտի այդ հարցին անդրադարձ լինի, որովհետեւ ասեմ, որ շատ ծանրակշիռ մեղադրանք է դա, հասկանում եք ինչի մասն է խոսքը եւ ինչի պիտի որևէ խումբ թիրախավորվի։ Պատկերացրեք, ես հայտարարություն անեմ, ասեմ բոլոր ոստիկանները այսպիսին են, բոլոր զինվորականները այսպիսին են։ Չեմ էլ ուզում ասեմ, որտեղ ես թույլ չեմ տա, բոլոր բժիշկները, մանկավարժները, հասկանում եք։ Ով սրանից իրեն լավ կզգա։ Սրբազան ձեր գնահատականը ո՞րն է, ինչու է սկսվել այս արշավը առաքելական եկեղեցու դեմ, իրենք ասում են եկեղեցու դեմ չի, առանձին հոգևորականների դեմ է, բայց ինչու է սկսվել այս արշավը։ Առանձին հոգևորականը եկեղեցին է ներկայացնում, չէ՞։ Այո։ Խնդիր կա, թող մենք ունենք համապատասխան հարթակներ։ Այդ համապատասխան հարթակներում թող ներկայացվի։ Ես ասեմ, որ մեր զրույցի ընթացքում այլևս Վեհափար Հայրապետի անձին չենք անդրադառնալու, հա, իր անձի վերաբերյալ որևէ այսպես անպատշաճ բանի չենք անդրադառնալու, մենք այդ հարցին անդրադարձանք, իսկ առհասարակ հոգևոր դասին վերաբերող եթե բան կա, խնդրեմ, ունենք համապատասխան հանձնաժողովներ, ունենք համապատասխան մարմիններ, ծանրակշիռ որևէ փաստ ունեն, խնդրեմ թող ասեն։ Շատ բաներ են կարդում, բայց չենք գեներացնում տարբեր պաշտոնյաների վերաբերյալ, տարբեր, չգիտեմ, իշխանավորների մասին, չենք ասում մի հատ այսպիսի հարցադրում արա։ Շատ բան է, այն ինչ որ այսօր տեղի է ունենում, դա բնավ լավ տեղ չի տանի մեզ եւ դա սպառնում է մեր ազգային համերաշխությանը։
Իսկ մենք այսօր հասարակական համակերպության խնդիր ունենք, դա միանշանակ է։ Մեր հասարակության մեջ, գիտեք, պայմանավորված վերջի տարիների այս պատերազմով առաջինը, հետո դրան հաջորդող քաղաքական իրադարձություններով հասարակական համակերպությունը խախտվել է։ Իսկ եկեղեցին այսօր գլխավոր առաջադրանք իր առջև դրել է այդ համերաշխությունը պահպանելու խնդիրը, ոչ թե համարժեք պատասխան տալու։ Եթե համարժեք պատասխան տանք, նախ պիտի իջնենք ներքև մեկ, մենք չենք կարող մեզ թույլ տալ այդ լեզվով, այդ տեսակ հարցեր, պարզաբանի օրինակի համար, քո, չգիտեմ, խոսքով, մենք ամեն օր մարդկանց մեղքերի հետ գործ ունենք եւ մարդկանց մենք պիտի օգնենք այդ մեղքը հաղթահարել, ոչ թե մենք պիտի մարդկանց դարձնենք թիրախ, այլ ընդհակառակը պիտի օգնենք, որ մարդը եւ հասարակությունը, այո, մարդու հանդեպ ավելի քրիստոնեաբար տրամադրվի, ավելի մարդկային լինի։ Հեսա։ Մենք էլ ենք մարդ, թող հաշվի առնեն թիրախավորելուց առաջ, որ մենք էլ ենք մարդ։ Այո, մենք էլ ունենք կենսագրություն, հեղինակություն, ընկերներ։ Եվ բնավ ոչ մեկին, ոչ մի հայ, այսօր շատ տարածված է ատելության խոսքը, թիրախավորումը, մարդկանց ընտանիքներ են մտնում, չգիտեմ, մարդկանց անձնական կյանքի մեջ են մտնում, հայ եկեցին բնավ չի քաջալերում, անկախ ամեն ինչից։ Եթե իհարկե ծանր հանցագործության մասին չի խոսքը, դրա համար էլ կան համապատասխան մարմիններ, խնդրեմ թող գնան հաղորդում ներկայացնեն, բայց մարդուն թիրախավորելը այսօր մեր հասարակության, այսպես ասած, առօրյայի մի մասն է դարձել։ Սոցհարթակներում ահա որ ատելության խոսք է տարածվում։ Եվ մեր ընդդիմությունը, եւ իշխանությունը պիտի այս ամեն ինչը հաշվի առնեն։ Ինչ հասարակություն ենք ուզում, պառակտված բաժանված, հա, թե համերաշխ։ Հետևաբար հայ եկեղեցին չի իջել ներքև, որ այդ հասարակական համերաշխությունը ավելի չպառակտվի, հասկանում եք, մենք ամեն ինչ պիտի անենք, որ մարդկանց մոտ բացասական տրամադրությունները ավելի չխորանան։ Մենք լավատեսություն պիտի ներշնչենք։ Մենք ամեն օր առնչվում ենք մարդկանց հետ։ Սրբազան, եթե թույլ տաք, ես ուզում եմ անդրադառնանք վերանալով Սրբազանից։ Մենք մարդկանց, ես էլ ասեմ, հույս ենք տալի, որ լավ կլինի։ Թող էսի իրենք հասկանան, նրանք ովքեր թիրախավորում են եկեղեցին, միտումնա, որ իսկ այդ տեսակ բաները աննպատակ չեն արվում իհարկե, ովքեր միտումնավոր այդ տեսակ բաներ են անում, թող հասկանան, որ մենք այն մարդիկ ենք, որ մարդկանց ասում ենք մի հուսահատվեք, լավ կլինի։ Իսկ այս իրենց արածները, այս ինչ որ այսօր անում են, սրբությունների հետ են խաղում, կոպիտ ասած, որովհետև գիտեք, Վեհափար Հայրապետի անձը դա խորհրդանիշ է աշխարհասփյուր հայության համար, միության, միասնականության, համերաշխության, չգիտեմ, խորհրդանիշ է, հոգևոր միության հատկապես խորհրդանիշ է։ Սրբազան, եթե թույլ տաք վերանալով Վեհափարից, անդրադառնանք մի փոքր այդ բուսակրոնության օգտին, հա, մեր առաջին հոգևորականները եղել են ամուսնացյալներ, այո։ Ես ասեմ, որ եպիսկոպոսները կարող են լինել եւ ամուսնացյալ եւ բուսակրոն, երկու տարբերակն էլ ունենք, բայց քանի որ մեր մոտ քահանայությունը ժառանգական էր, 5-րդ դարի երկրորդ կեսից հետո դադարեց այդ ժառանգական կարգը քահանայության, այսինքն հորից որդի էր անցնում, դա կարող էր բերել տարբեր տեսակի չարաշահումների եկեղեցու կյանքում, որովհետև որդին գուցե չունենար այն կոչման գիտակցությունը, ինչ հայրն է ունեցել։ Հասկանում եք, այս համակարգը ժառանգվել էր բնականաբար հին Հայաստանի քրմական համակարգից եւ շատ նման էր նախարարական համակարգին, ժառանգական էր, այլ խոսքով,
Եվ քանի որ սա կարող էր չարաշահումների դռներ բացել եւ այդ մասին մենք հանդիպում ենք նաեւ Սահակ կաթողիկոսին վերագրվող կանոններում, որոնք իրականում 7-րդ դարում են ստեղծվել, բայց վերագրվում են Սահակ կաթողիկոսին, Սահակ Բարթևին, որովհետեւ իրենից հետո է դադարել ժառանգական կարգը, այո, այդ տեսնում ենք, որ այդ չարաշահումների դեմ առնելու համար որոշվեց, որ եպիսկոպոսությունը պիտի վերապահվի կուսակրոններին, բայց ժողովական որոշում չկա։ Պարզապես Շահաբիբանի ժողովի կանոններից կարելի է ենթադրել, որ եպիսկոպոսները այլևս կուսակրոն պիտի լինեին։ Երբ որ կարդում ենք ժողովի կանոնները, տեսնում ենք, որ քահանայի եւ սարկավագի կնոջ մասին խոսք կա, բայց եպիսկոպոսի կնոջ մասին խոսք չկա։ Մասնագետները, պատմաբանները, իրավունքի պատմության մասնագետները ենթադրել են, որ եպիսկոպոսները այլևս պիտի լինեին կուսակրոն։ Այսպես սովորութենական իրավունքով հայ եկեղեցի մտած կարգ է, որ եպիսկոպոսությունը վերապահված է կուսակրոն քահանայությանը։ Դուք մեր նախնական զրույցում ասացիք, որ այդ կուսակրոնության վերացման հարցը 200 տարի կարծեմ թե քննարկվում է, ես ճիշտ եմ հասկացել։ Բարեկարգման հարցը տարբեր կողմեր ունի։ Եղել են առաջարկներ, որ դրա կարիքը առհասարակ չկա, կան մտածումներ, որ այսինքն այս հարցի վերաբերյալ չկա համաձայնություն, բայց ես իբրև կուսակրոն հոգևորական կարող եմ ասել, որ կուսակրոն դասը եկեղեցուն պետք է, որովհետև տեսեք, քահանան ընտանիք ունի։ Այդ հարցը այդքան հեշտ չի լուծելի չէ։ Ամեն դեպքում եկեղեցուն պետք են զինվորներ, քահանան էլ զինվոր է, այո, բան չեմ ասում, բայց քահանան ընտանիք ունի։ Կան իրավիճակներ, կան ծառայության վայրեր, որ պարզապես պահանջում են մարդիկ, ով ամբողջանվեր կտրվեն այդ առաքելությանը, բայց նորից ես չեմ բացառում, որ քահանաների մեջ նույնպես կլինեն այդ ոգու նախանձախնդրության տեր մարդիկ, բայց ընտանիք ունեն ամեն դեպքում, մենք պետք է իրականության հետ հաշվի նստենք, բայց այդ քննարկումների ժամանակ, ինչ վերաբերում է կուսակրոնությունը բարեկարգելուն, օրինակ Մաղաքիա Օրմանյանը կարծիք է հնչեցնում, որ արդար չի, որ մեր քահանայական արժանավոր դասակարգը զրկված է եպիսկոպոսանալու հնարավորություն։ Այսինքն սա քննարկման հարց է, պիտի քննարկվի։ Եվ եղել են քննարկումներ հատկապես 19-րդ դարից 18-ի վերջ 19-ի սկզբից սկսած եղել են, հետո գնալով ավելի ժամանակ առ ժամանակ հարցը ավելի այսպես ընդարձակվել է, քննարկումը ավելի ընդարձակվել է եւ պիտի ասեմ, որ արդեն հասունացել էր հարցին անդրադառնալու պահը, բայց խորհրդային կարգերը մի տեսակ խանգարեցին, այդ մասին անգամ զեկույցներ են հնչել ազգային եկեղեցական ժողովներից մեկի ժամանակ, կարծեմ հենց Գևորգ Չորեքչյանն էլ զեկուցել է այդ հարցի վերաբերյալ, կարծեմ, եթե չեմ սխալվում, հենց ինքն էլ զեկուցել է, բայց խորհրդային կարգերը խանգարեցին։ Ես վստահ եմ, որ այն բոլոր հարցերը, որոնք բարեկարգման կարիք ունեն, անպայման կքննարկվեն։ Մեր եկեղեցին տեսեք, այս խորհրդային բռնաճնշումներից հետո նոր այս վերջի 20 տարվա, 20-30 տարվա ընթացքում նոր իրեն վերակտնում է։ Հասկանում եք, պետք է մենք ըմբռնումով մոտենանք։ Եթե մենք իրոք սրտացավ ենք, եթե իրոք մտահոգ ենք, եթե սիրում ենք, եթե զավակ ենք, ապա պիտի մեզ իրոք զավակի պես պահենք։ Հիմա հնարավոր է, որ այս դիսկուրսը, որ սկսվել է հանրային, առիթ տա, որպեսզի այս հարցը ի վերջո գա օրակարգ։ Ձեր եկեղեցին ուրեմն ամեն ինչի համար ունի ժամանակ եւ ամեն ինչի համար կա հարթակ։ Ոնց որ գիտեք ինչի նման լինի, ոնց որ ասում են, չգիտեմ, օրինակ այսօր մեր բանակը վերազինելու, չէ, թարմացնելու, վերակազմակերպելու խնդիր կա, չէ, հատկապես պատերազմից հետո մենք հասկացանք ուժեր եւ թույլ կողմերը, չէ։ Ոնց որ հիմա ես ասեմ, պետք է հենց հիմա, այս տարի պետք է այդ հարցը լուծեք։
Չէ որ ամեն ինչին հասնելու ճանապարհ կա։ Ես ոչ պրոֆեսիոնալս իրավունք ունեմ կարծիք հայտնելու։ Եթե շատ մտահոգ են, թող հարցնեն, հետաքրքրվեն, կարդան։ Հասկանում եք։ Մի հատ հասկանան։ Կանոնագրքից են խոսում։ Մենք 5-րդ դարի կանոններով վերաբերվենք իրենց կանոնների համաձայն, հա։ Գիտեք ինչեր են ենթադրում այդ 5-րդ դարի մեր կանոնները։ Այնպես չի որ մենակ մեր կանոններն են ենթադրում, այդ էր։ Օրինակ Շահապիվանի ժողովի կանոնները միաժամանակ քաղաքացիական կանոններ էին։ Ու ահա որ խիստ ուրեմն որոշումներ կան, օրենքներ կան ժողովի, որը նույնպես ընդունվեց ազգային եկեղեցական ժողովով։ Դե 444-ին արդեն մարզպանական Հայաստաններ, գիտեք, Արշակունյաց հարստություն այլևս չկար, հա, եւ եկեղեցական օրենքները Շահապիվանի եկեղեցական օրենքները դրանք միաժամանակ քաղաքացիական նշանակություն էին, որ պիտի ասեմ, որ մծղնիական աղանդ կար այդ շրջանում, որ անհանգստացնում էր Հայաստանի ներքին կյանքը եւ երբ որ տեքստերը ուսումնասիրում ենք, տեսնում ենք ինչ որ այլասերված ծեսեր են կապվել այդ աղանդի հետ, հա որ այլասերություններ ենթադրում ու շատ խիստ կանոններ կան, ահա որ խիստ կանոններ էլ ոտքի ջլերի ենթադրում է որ ոտքի ջլերը պիտի կտրեն, եթե մեկը մտխնեության մեջ բռնվեր, հա մի խոսքով, ահա որ խիստ կանոններ, տասնյակ տարիների ապաշխարություններ ենթադրում եւ առհասարակ նույնիսկ բարոյական հարցերին վերաբերող կանոններ կան եւ հոգեվորականների եւ պարզ աշխարհականների նորից ահա որ խիստ, ասենք կինը եթե բռնվեց շնության մեջ, ուրեմն այսքան տարի պիտի ուրկանոցում աշխատի, պետք է այսքան տարի ապաշխարի, այսքան անգամ գանահարման ենթարկվի, կոնկրետ որոշակի գումար պիտի վճարի աղքատների խնամքի համար։ Այսինքն մենք կարող ենք այդ կանոններով այսօր, չենք կարող, չէ՞։ Մենք հասկանում ենք, որ ժամանակի ընթացքում կանոն ասվածը փոխվում է, դրանք այլևս պատմական կանոններ են։ Մենք չենք կարող այսօրվա մարդուն մեղքի համար, ասենք, ֆիզիկական բռնության ենթարկել։ Իրավունք ունենք, չունենք։ Կամ ասել դու այսքան գումար պիտի տրամադրես։ Այն ժամանակվա իրականությունն է դա եղել, այն ժամանակվա որոշումն է դա։ Վերջը կան այդ կանոնները, թող գնան կարդան։ Հիմա ուզում եմ հասկանալ, երբ էս հարցը բարձրացում ես, դա ինչ է ժամանակի ընթացքում, տեսեք, մեղքի հանդեպ ժամանակին օրինակ կաթոլիկ եկեղեցին, եթե մեկը մեղադրվել վհուկության մեջ այրում էին, գիտեք, գոյություն ունեցել ինկվիզիցիա, գիտեք, սրանք դաժան բաներ են, չէ՞։ Հա մենք այսօրվա եկեղեցին, 21-րդ դարի եկեղեցին, հո չի կարող ասենք հին միջնադարյան օրենքներով ու կանոններով շարժվել։ Հիմա այդ եմ ուզում հասկանալ։ Կուսակրոնության ուխտի խախտումը, ասում է, ազգային անվտանգությանը սպառնալիք է։ Հիմա ուզում հասկանալ, դա կարող է արդյոք Գիտեք, կուսակրոնության ուխտի խախտումը պիտի քննարկվի համապատասխան հանձնաժողովում, հասկանում եք, փաստերի այդ գիտեք, ինչպես որ, չէ, մարդկանց մեղադրանք, մարդը մեղադրվում է, օրինակ, մարդը իրենց դատավարությունը տարիներով շարունակվում է։ Հակակոռուպցիոնը դատարանը չէ, շատերի վրա գործ է հարուցել, վերջը պարզվում է, որ այդ հիմքերը չկան, չէ, այսինքն, եթե մեկի վերաբերյալ կա ինչ-որ բան, պետք է համապատասխան հիմքեր լինել, մենք հո չենք կարող բամբասանքով, հերյուրանքով առաջնորդվել, չենք կարող, չէ, հա, հետո համապատասխան մարմիններ կան, հիմա ոնց որ, օրինակի համար մենք արշավ սկսենք, թե ինչու այս ինչ չի վրա գործ հարուցվեց, այն ինչի վրա, այսինքն որքանով է դա խելամիտ, էլի։ Այդ փաստերը, որ ասում եք, փաստերը գտնելու հայտնելու համար եկեղեցի պետություն, կներեք, եկեղեցի, խնդրեմ, լավ են արել։ Խնդրեմ, շատ լավ են արել։ Կոմպրոմատի եւ շանտաժի լեզվով են խոսալու։ Ես էլ ասում եմ, խնդրեմ, թող խոսեն։ Եթե իրենք այդքան նախանձախնդիր են, ես ուրախ կլինեմ, խնդրեմ, թող գա մեզ միանան, ծառայենք հայ եկեղեցում, ավելի պայծառացնենք։ Կուզեն, խնդրեմ, թող դիմեն վեհապարին, հա, իրենց վեհապարի օգնությունը ստանան, գան, դառնան
հոգևորական, վանական, քահանա, թող սովորեն անպատասխան։ Եթե այդքան մտահոգ են, եթե մեր ազգային անվտանգության հարց են համը, խնդրեմ թող իրենց կյանքը նվիրեն եկեղեցուն, ազգի ծառայության, լավագույն տարբերակն է ազգի ծառայելու եկեղեցու միջոցով։ Կանեն Շատերը չեն կարող արդեն զավակներ ունենալ։ Կարող են իբրև քահանա։ Իհարկե, նրանք ովքեր եկեղեցու հասցեին, այո, նրանք վատ այսպես թիրախավորող հայտարարություններ են արել, նրանք պիտի վստահաբար ապաշխարեն։ Այո, պիտի ապաշխարեն, պիտի ներում ստանան, բայց շատ ուրախ կլինենք, եթե այդքան մտահոգ են, եթե ուզում են հայ եկեղեցին ավելի պայծառ տեսնել, կարող են գալ իբրև դպիր ծառայել անգամ։ Ինչ պարտադիր չի։ Մենք շատ մեծ բարերարներ ունեինք, որ եկեղեցում սարկավագություն էին անում, որոնք մեծ ներդրում են ունեցել Սփյուռքում մեր ազգային կյանքի։ Այլևս ակնհայտ է, որ այս թիրախավորումը եւ այս հարձակումը եկեղեցու վրա իրենք հիմնավորում են նրանով, որ եկեղեցին սկսել է քաղաքականությամբ զբաղվել, ասում են, բա որ դուք քաղաքականությամբ եք զբաղվում եւ հայտարարություններ եք անում, եթե թույլ տաք խնդրեմ։ Ավարտեմ, ինչու չեք մտածում, որ մենք էլ կարող ենք հակառակ հայտարարություններ անել։ Մենք նախ եկեղեցին իբրև ինստիտուտ քաղաքականությամբ չի զբաղվում։ Իբրև ինստիտուտ եկեղեցին չի զբաղվել։ Այն դիրքորոշումները, որ հայտնել է եկեղեցին իր առաքելությունից ելնելով է հայտնել։ Եկեղեցու առաքելությունը երկուսն է։ Երկու հիմնական առանցքի շուրջ է պատտվում։ Առաջինը ավետարանի քարոզչություն, հոգեփրկչական առաքելություն, երկրորդ ազգապահպանություն։ Եկեղեցին իր դիրքորոշումը, իր կեցվածքը հայտնել է որոշ խնդիրների առնչությամբ, երբ որ քթել է, որ պիտի իր ձայնը բարձրացնի։ Եվ գիտեք, այդտեղ պետք չի եկեղեցու մեջ մրցակից տեսնել, հակառակը ցանկացած իշխանություն պիտի երջանիկ լինի, եթե ունենա եկեղեցու պես գործակից։ Մեր եկեղեցին իր ողջ պատմության ընթացքում մեր ազգային շահերին է ծառայել։ Իր 1700 տարվա գոյության ընթացքում միշտ ծառայել է ազգային շահերը եւ շարունակել է ծառայել ավելիով, միշտ ավելիով եւ միշտ ավելիով։ Ես այդպես եմ, այդ համոզումը ունեմ, էլի։ Այնպես որ իրենք ընդհանրապես կարող են օգտվել եկեղեցու իբրև 1700-ամյա այսպես պատմական ինստիտուտի եւ իմաստությունից եւ փորձառությունից։ Վերջիվերջո եկեղեցու առաքելությունը ինքնանպատակ չի, չէ՞։ Այս մեր եկեղեցու առաքելությունը ուղղված է մեր ազգի բարօրությանը։ Իսկ եթե նրանք հայտարարում են, որ հայ եկեղեցու զավակ են, ուրեմն պիտի ճիշտ մոտեցում ունենան այս ամեն ինչի հանդեպ։ Առավել ևս հայ եկեղեցու զավակները պիտի հասկանան, եթե զավակ են, այո, եւ զավակը ո՞րն է։ Նա, ով եկեղեցու կյանքով է ապրում։ Բոլորն էլ ընդհանուր, այսպես, բոլորին էլ մենք համարում ենք մեր եկեղեցու անդամ, բայց իրական անդամությունը պետք չի շփոթել անվանական անդամության հետ, հասկանում ես։ Մեր առաքելությունն է բոլորին լիարժեքորեն ներգրավել եկեղեցու կյանք, բայց եթե նրանք իրոք զավակ են, իրոք լիարժեք անդամ են եւ այդ գիտակցությունը ունեն, ուրեմն այդ քայլերը անելուց առաջ իրենց հոգևոր հոր հետ կխորհրդակցեին, եթե կա հոգևոր հայր։ Ավելին ասեմ ձեզ, յուրաքանչյուր քրիստոնյա ինքը մինչև կյանքի վերջ ապաշխարության խորհրդի մեջ է։ Հարց իրենք ապաշխարության խորհրդի մեջ են, թե չէ։ Հավանաբար չգիտեն այդ մասին։ Այո, կարող է մենք թերացնենք, մենք այո, չենք հասցրել ամեն ինչի մասին ասել, բայց հավատացեք նրանք, ովքեր որ այդ ցանկությունը կամքը ունեն,
նրանք կապը եկեղեցու հետ պահում են, ովքեր իրոք այդ զավակության գիտակցումը կամ զգացումը ունեն, այդ կապը ունեն, նրանք առանց հոգևոր հոր հետ խորհրդակցելու այդ տեսակ բան չեն անի։ Հիմա տեսեք, մենք ունենք իբրև թե մի առաջնորդ համայնքներ ունենք, տեղյակ ենք համայնքներում տիրող վիճակից բոլոր իմաստներով, նաև քաղաքական իմաստով ժողովրդի մեջ ինչ խոսակցություններ կան, բայց գիտեք, մենք միշտ շարժվում ենք պետականամետ մտածողությամբ։ Մենք հասկանում ենք անկախ նրանից, թե որքանով են օբյեկտիվ եւ սուբյեկտիվ դժգոհությունները, մենք ամեն ինչ անում ենք, որ ժողովրդի ներսում համերաշխություն տիրի։ Առավել եւս եկեղեցու մեջ, որ ժողովուրդը քաղաքական հայացքների պատճառով չբաժանվի մասերի։ Մենք ամեն ինչ անում ենք եւ մենք բոլորին լավատեսություն ենք ներշնչում։ Սրբազան կա տեսակետ առայն, որ այս հակասությունը կամ հակադրությունը եկեղեցու հետ հենց նրանից է, որ եկեղեցու վարկանիշը բավական բարձր է եւ ամենաբարձրն է այսօր բոլոր ինստիտուտների համեմատ։ Այսինքն սրանով փորձելով ասես նսեմացնել, փորձելով որքանով է հաջողվում, դա դուք ինքներդ թերևս հույս ունեմ կասեք, հակադրության մեջ մտնելու սեփական վարկանիշը բարձրացնելու խնդիր է լուծում։ Դուք համաձայն եք սրա հետ, արդյոք սա է պատճառը եւ արդյոք իրապես էլ այս դիսկուսը վնասում է եկեղեցու։ Տեսեք, դուք ասում են եկեղեցին քաղաքականությամբ զբաղվում։ Չգիտեմ, այդ այնքան քաղաքական հարց եք տալիս։ Իհարկե ես չեմ խուսափում պատասխան, բայց իրոք չգիտեմ ինչ են իրենք մտածում։ Հավատացեք, մեր Չէ, ես ասում եմ վարկանիշի առումով այդ մրցակցության մեջ մտնելու հարցը։ Բայց ես չեմ կարող պնդել, իրոք դա այդպես է թե ոչ։ Մեկնաբանություններ են անում։ Չգիտեմ, ոչ էլ ուզում եմ հակվել, մտածեմ, որ իրենք ամենավատն են, չգիտեմ, սա լավն է, իրենք մեզ ոնց ասեմ, մենք բոլորի համար աղոթք ենք անում, բոլորի, եւ նրանց, ովքեր գիտակցում են իրենց զավակ եկեղեցու անդամ լինելու հանգամանքը եւ նրանց, ովքեր չեն անում այնպես, ինչպես որ պիտի ինչպես կակնկալ էինք։ Իհարկե ցանկացած քննադատություն, եթե դա ազնիվ է, ես ուրախությամբ կընդունեմ։ Խոսքը չի վերաբերում այս արշավին, ինչ ճիշտ հասկացեք, բայց յուրաքանչյուր քննադատություն, եթե դա պիտի եկեղեցու շինությանը, պայծառությանը նպաստի, ես ուրախությամբ կընդունեմ։ Հակառակը ես միշտ ասում եմ, մենք լինենք ինքնակնդադատ, որպեսզի ճիշտ կողմնորոշվենք ժամանակի մեջ, ժամանակի փոփոխականության մեջ։ Դուք ինչ եք նկատում, արդյոք այս դիսկուսն իսկապես էլ եկեղեցուն որևէ կերպ հեղինակազրկում է, որևէ կերպ հանդրության շրջանում։ Դե գիտեք ինչ, որ ասեմ, այս քննարկումը վտանգ չի ներկայացնում, սուտ կլինի դա։ Գիտեք, վրդովմունք կա ժողովրդի մեջ, ցավ կա, այս ամեն ինչ ունի նախապատմություն, նախապատմությունը հատկապես սկսվեց, երբ որ հայ եկեղեցու առարկան դուրս բերվեց դպրոցներից, գիտեք, այդ մտքի հետ չի հաշտվել ժողովուրդը, մենք առավել եւս հաշտ չենք, որովհետեւ մենք գիտենք, թե դա ինչքան կարեւոր է մեր ազգի հոգեվոր, բարոյական դաստիարակության, կրթության
ազգային ինքնաճանաչողության համար։ Սրբազան կներեք, այսինքն ուզում եք ասել, որ սա թիրախային եւ մեկ գործողություն չի, այլ ինչ որ գործողությունների չգիտեմ ինչ շարունակականություն ասել։ ու շարք է։ Ես չգիտեմ ինչ է, բայց որ նախապատմություններ կան, դա փաստ է։ Եվ մենք ոնց հաշտվենք այդ հանգամանքի հետ, որ հայ եկեղեցու պատմություն արական չպետք է դասավանդվի, չէ՞ որ դրա նպատակն էր մեր մատաղ սերնդին ավելի մոտեցնել իր ժառանգությանը, ավելի զորացնել ազգային ինքնագիտակցությունը, ինքնության զգացումը, չէ՞ որ դա այդ նպատակն էր հետապնդում։ Այսինքն ոչ մի բացատրություն այս դեպքում մեր համար ընդունելի չէ։ Էլ չեմ ասում այդ Սմբատ Հովհաննիսյան կարծեմ։ Այո։ Դասագրքի հեղինակը։ Դասագիրքը, որ լի էր սխալներով, մենք ոնց հաշտվենք, ոնց ընդունենք դա։ Այսինքն այստեղ ամբիցիայի խնդիր չկա։ Այսինքն սա ինքնության եւ ազգային արժեքների դեմ Մեր պայքարի առաքելությունը ինչ է։ գծի շարունակությունն է։ Ես չգիտեմ ոնց մեկնաբանեմ։ Չգիտեմ ինչով պայմանավորեմ։ Աշխարհակաղակական զարգացումներն են միգուցե, որ ստիպում են կամ չգիտեմ ինչ որ ամբիցիաներ են։ Գաղափար, այսինքն չեմ կարողանում ես բացատրություն գտնել։ Իրենց պիտի հարցնել, բայց իրենց հիմնավորումն մեր համար ընդունելի չէ։ Հասկանում եք։ Մենք դա է մեր առաքելությունը։ Չանենք, տեսեք, կամ օրինակի համար իրենք ասում են, որ չէ, եկեղեցիների բակերը բարեկարգ չեն, այսքանի եկեղեցի են, փլուզման եզրին բանկեր, պատմական եկեղեցիներ, քանիսն են, որոնք գտնվում են հենց այսօրվա, ոչ միայն այսօրվա, նաև նախկին, գտնվում են իրենց հոգատության ներքո։ Օրինակ Խոսրովի արգելոցը ամենալավ օրինակներից մեկը։ Փլուզման եզրին են, Հաղուստարը, Աղջոցվանքը։ Ես Աղջոցվանքի հետ կապված 4 անգամ նամակ եմ գրել նախարարություն։ Եվ 0 արձագանք։ Չէ, այսպես է եղել, նույն պատասխանը, որ եթե հավել բյուջեից ավելի դրամ հատկացի։ Բայց դա ճարտարապետական գլուխգործոց է Աղջոցվանքը օրինակի համար իր հորինվածքով։ Այդ պատասխանին ի պատասխան միևնույն է չեն խոսում ճուլանացումից խոսել։ Գիտեք, եթե մենք ասում ենք ճշմարտություն, ուրեմն միջև վերջ պիտի ասել, ֆրանսիացի փիլիսոփաներից մեկը ասում է ճշմարտություն ասած միջև վերջ պիտի գնալ, էս է իրավիճակը։ Եկեք համագործակցենք։ Թող վերադառնան մայրաթորին, չգիտեմ, մենք դրամ հայթայթենք, վերականգնենք, վերանորոգենք, թող համագործակցեն, եթե սրտացավ են։ Խնդիրը ինչու՞մ է։ Այսինքն ամեն հարցում երկխոսության տարբերակ կա։ Թող այդ կամքը լինի ավելի լավ իրականության առջև լինենք։ Բայց գիտեք, այսինքն նույն բանը մենք կարող ենք ասել, որ պետության, չգիտեմ, բանին պահպանության տակ են ու տեսեք, բայց ես այդպես չեմ արել, չէ, ես նամակ եմ գրել նախարարներին, 4 անգամ գրել եմ։ Ես չեմ ասել Facebook-ում մի հրապարակում արեք։ Ես ֆիլմեր եմ նկարել տվել, իրազեկել եմ։ Ուրախ եմ, որ հմեկն էլ այս վերջերս 2 ֆիլմ արեց, մեկը Հաղուստարի, մյուսը Աղջոցի մասին, բայց դրանք ծայր աստիճան վիճակում են։ Պետություն եկեղեցի այդ համագործակցության մասին օրենքով ենթադրվում է այդ ամեն ինչը։ Պետությունը եւ եկեղեցին պիտի համագործակցեն։ Օրինակ
Ես կարծում ճիշտը դա կա, եթե կան հարցեր, այդպես բարձրացվեն, ոչ թե ինչ որ մեկը գնա, մի եկեղեցի ասի, վայ, ես տեսեք ինչ վիճակ ա նկարի։ Այդ ոչ բարոյական է, ոչ մարդկային, ոչ քրիստոնեական։ Ոչ մեկն է։ Տեսար, բատա, մաքրի։ Էլ չեմ ասում, որ այդ եկեղեցին էլ է գտնում։ Տեսեք, ես չեմ ասում, չեմ ուզում հայտարարել, որ գիտեք ինչ, անհնար է միտեղ մի բան չգտնել։ Միտեղ որ շինարարություն եղավ, մի բան կգտնվի էլի։ Հասկանում եք, շինարարություն է։ Մարդիկ իրաց տներն էլ որ վերակառուցում են, այդ աղբը հավաքում է, երբ որ վերջանում է շինարարությունը, որտեղ անդադ ասենք կարող նոր գործ բաց։ Այսինքն իմաստ էլ չունի հիմա ես դրա մասին խոսում եմ, բայց ինչ ենք ուզում, հարցը այսպես պիտի դրվի։ Ինչ ենք ուզում, սրտացավ ենք իրոք։ Եթե սրտացավ ենք մեկը մյուսի հետ սրտացավությունից է, այս երկխոսությունը հենց այդ սրտացավությունից է բխում։ Տեսեք, մեր հասարակությունը պիտի հավատա, որ սրտացավությունից նա չի հավատում։ Այս խնդիրը այստեղ է։ Հիմա որ ասեցի մտահոգ քիչ է այս արշավը, հա ես հանգիստ եմ ներքուստ, որովհետև գիտեմ հայ եկեղեցին անսասան է, այո, հայ եկեղեցին անսասան է, չի հանձնվի ոչ մի սադրանքի առջև, հա, ու շարունակական է լինելու։ Այնքան քանի մեր ազգը կա, իսկ մեր ազգը միշտ պիտի լինի, հա, ժողովուրդը, հասարակությունը չի հավատում, որ սրտացավությունից է այս ամեն ինչը, որովհետև նրանք հասկանում են դու եթե սրտացավ ես, ասենք մենք ընտանիքի մեջ ինչպես ենք հարցերը լուծում։ Ընտանիքում խնդիրներ կան, չէ՞, մենք ինչ ենք անում, գնում ենք Facebook-ում գրառում ենք անում, հա, մեր հարազատների վերաբերյալ։ Ընդունում ենք, որ հայոց հայրապետը բոլորիս հոգևոր հայրն է, համայն ազգի։ Հիմա ինչքանով է դա բարոյական համարում, ես եթե ինչ-որ մտահոգող բան ունեմ, ես պիտի խոսեմ, չէ, հա, թե պիտի ես մեղադրեմ, դուք ձեր ծնողին, ձեր հարազատին, ձեր զավակին կմեղադրեք, այսինքն հրապարակայնորեն կպախարակեք, կնսեմացնեք, չեք անի, չէ։ Դե ես չգիտեմ, բացատրություն հասարակությունը չի հավատում, որ սրտացավությունից է։ Դուք հավատում եք, որ սրտացավությունից է։ Ոնց հավատամ ես, ինչ սրտացավ, այս ճանապարհ կա, սրտացավ է, օրինակ ես եմ մեղավոր, ուրիշ տեղ չգնամ։ Թող կան իմ հետ խոսեն, ասեն, տեսեք, այսպիսի խնդիր կա։ Եթե ես հարցին լուծում չեմ տա, օրինակ, խնդրեմ, թող դժգոհություն հայտնեն։ Այս իշխանությունը իշխանության եկավ ազգային ժողով շրջափակելով, հետո հիշում ենք դատարանների շրջափակումը, ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը չի կանգնելու եւ ըստ էության այդ մասին եւ իր գրառումներն են ասում եւ իր մերձավոր շրջապատի հայտարարություններն են այդ մասին։ Դուք մտավախություն ունեք, որ ինչ որ փուլում միգուցե նաեւ եկեղեցիների նկատմամբ այդ շրջափակման գործողությունն իրականացվի։ Ես չունեմ մտավախություն, բայց եթե անգամ իրականացվի, դա ինչ պիտի տա, ինձ ասեք։ Հասկացեք, դուք խոսում եք 1700-ամյա կապեցի մասին, որի կարգերը, որի ավանդույթը սրբագործված է, չես կարող, որևէ անհատ չի կարող անկախ հանգամանքից բան խախտել։ Եթե մենք ուզում ենք ավելի պայծառացնել, ապա կա ճանապարհ, դա ազգային եկեղեցական ժողովն է։ Կամ դրան հասնելու ճանապարհներ կան։ Հիմա մենք ապագայում Վեհապար Հայրապետը այդպես ծրագրել է, որ պիտի տեղի ունենա ազգային եկեղեցական ժողով։ Հասկանում եք։ Ոչ շատ հեռու ապագայում պիտի լինի, որտեղ հայ եկեղեցու, այո, հայ եկեղեցուն վերաբերող կարևոր հարցեր պիտի քննարկվեն։ Հա, ինչ ենք փնտրում։ Պետք է սա հասկանանք։ Իրենք ինչ են ուզում։ Ավելի լավ եկեղեցին ուզում, խնդրեմ, թող
կան, կանգնեն մեր կողքին, օգնեն, ոչ թե հասկանում եք թիրախավորեն, ատելության խոսքեր ասնեն։ Ես ավելի շատ եկեղեցուն պաշտպանող եւ Փաշինյանին թիրախավորող ավելի ճիշտ հակառակ չէ, ուրախ եմ, բանն եմ որ տեսել։ եկեղեցու հանդեպ իրենց նվիրումը մարդիկ արտահայտում են, չի ուզենա, որ հայ ազգի որևէ զավակ թիրախավորեց հայ եկեղեցին, եթե այս ազգը կա գոյություն ունի, դա շնորհիվ հայ եկեղեցու է։ Այս ուղակի խոսքեր չեն, այս ուղակի պիտի պատմությունը լավ ընթերցել ու հասկանալ։ Եվ լեզուն մեր պետականության հիմնասյուները բոլոր եկեղեցու միջոցով են կերտվել։ Եվ ազգի հոգևոր միասնությունը եւ մշակույթը եւ լեզուն եւ անկախության, ազատության տենչը ցկտումը։ Դրանք բոլորը դրանց այդ բոլորի համար պարտական ենք հայ եկեղեցուն։ Եթե կա այսօր Հայաստան, դա շնորհիվ հայ եկեղեցու է։ Չլիներ հայ եկեղեցի, Հայաստանը վաղուց էր ուղակի հայաթափվել։ Հայ եկեղեցու շնորհիվ մեր ժողովուրդը մնաց իր հողի վրա եւ հայ եկեղեցու շնորհիվ անկախության ցկտումը միշտ վառ մնաց մեր ժողովրդի մտքում, գիտակցության մեջ եւ սրտում։ Դա հայ եկեղեցու շնորհիվ էր։ Եվ մի վերջին հարց կա, կուզեի շոշափենք, անդրադառնանք, տեսեք, հայտարարությունից հետո եպիսկոպոսատ ժողովի շատերն ասում էին, որ մի փոքր թույլ էր, անատամ էր եւ այլն, բնորոշումները շատ չեմ ուզում թվարկել, ընդհուպ Փաշինյանին բանադրելու մասին կոչեր էին հնչում։ Հիմա ես ուզում հասկանանք Սրբազան էլ ինչ պիտի անի, որ բանադրի եկեղեցին։ Չէ, տեսեք, բանադրելու կոչեր են հնչում։ Այդ որ այդպիսի կոչեր են անում, հասկանում եք, նրանք ուղղակի չպետք է կոչ անեն։ Ոնց որ մյուսները, որ կանոնագիրքն են հղում, չգիտեմ, այդպես չի։ Պետք է հասկանալ, որ դեպքում են բանադրում։ Հասկանում եք, իհարկե այս զարգացումները մեր սրտով չեն, բրդովմունք են առաջացնում հասարակության մեջ, մեր հավատավոր զավակների մեջ, որովհետև իրենց հավատքին են կպնում, վիրավորում են իրենց հավատքը, իրենց զգացմունքները կրոնական։ Նույնը մեր պատասխանը ես կարծում եմ պատշաճ պատասխան էր, համարժեք, մենք չենք կարող, էլի եմ ասում, որ իջնել, պետք չէր, եկեղեցին վերջի վերջո եկեղեցականությունը ինչ ունի մտածելու, եթե ինքը իր ծառայության մեջ է, եթե ինքը հավատում է իր կոչմանը, իհարկե ես իբրև եկեղեցական իմ անունից խոսեմ, որ չի եղել մի պահ, որ ես ասեմ, այո, ես հասա նվիրումի են աստիճանին, որ պետք է հայ հոգևորականին, ոչ, այդ աստիճանը չունի սահման, միշտ կարելի է ավելիով նվիրվել, ոնց որ մեր եկեղեցու նշանավոր հայրերն են եղել, կարելի է ավելիով տալ, եթե դու դրան, իհարկե, այդ գալիս է նրանց, եթե հավատում ես այդ ամեն ինչին, այո, կարծում մենք նախ արդարանալու բան չունենք, առաջնորդվել ենք նորից մեր ազգային համերաշխության, անվտանգության հրամայականներով։ Դուք պատկերացրեք, ինչ կլինի, եթե մենք սկսենք հավասարի հակամարտության մեջ մտնել։ Պատկերացրեք, ինչ քաոս կսկսվի, ասելիս հայ եկեղեցին միշտ առաջնորդվում է ողջախոհությամբ, երբեք չի ուզենա հավատալ, որ որևէ հայ մարդ
այդպիսի նպատակ կհետապնդի, երբեք չի ուզենա։ Չեմ ուզում ասեմ, որ վատ հայ մարդ չի կարող լինել։ Իհարկե, մարդը ինքն է ընտրում ինչպիսին լինել, բայց չի ուզենա երբևէ հավատալ, որ որևէ մեկը պիտի ուզենար պարակտել ազգը։ Ու մենք աղոթում ենք բոլորի համար, այդ թվում նաև նրանց, ում ընթացքը հասկանալի չի կամ ում ընթացքը բարի չի, բոլորի համար ենք աղոթում։ Ես չմտածեք մենակ այն մարդկանց նկատի ունեմ, ովքեր եկեղեցու դեմ արշավ են սկսել, ոչ, մենք իբրև եկեղեցի, մենք իբրև քրիստոնյաներ բոլորի համար աղոթում ենք եւ նրանց համար, ովքեր Աստծո կամքն են փնտրում, եւ նրանց համար, ովքեր դժվարություններ ունեն, ովքեր հակառակվում են Աստծո կամքին, իսկ ինչ է Աստծո կամքը, բարին, ճշմարտությունն ու արդարը։ Եթե կա բան, որ ես չհարցրի, բայց դուք կուզեք հնչեցնել, խնդրեմ։ Անկեղծ չգիտեմ, ինչ կա, որ կուզենամ հնչեցնել։ Ես մի բան կասեմ, որ այս ամեն ինչը սիրո պակաս է։ Սիրո պակաս է։ Չարության, անարդարության արդյունք, հետևանք։ Մենք պիտի ամեն ինչ անենք, մենք հատկապես հոգևորականներս, որ այս որոմը արմատախիլ, բաժանումի, պառակտումի որոմը մեր միջից արմատախիլ լինի։ Ու մենք հաջողություն կունենանք այն ժամանակ, երբ որ կկարողանանք համախմբվել մեր ազգային հոգևոր արժեքների շուրջ, երբ որ իշխանությունը չի լինի ինքնանպատակ, այլ պետականությանը ծառայելը կլինի առաջնորդող։ Ես վերաբերում եմ բոլորին, ինչ որ ասում։ Նկատի չունեմ մենակ իշխանությանը, նաև ընդդիմությանը։ Իհարկե չեմ մտնում այդ դաշտ, չեմ բացարձակ չեմ մտնում, բայց մեր ազգի միասնությունը, մեր ազգի հարատևության բանալին մեր ազգային ինքնագիտակցությունից է կախված, որքանով է բարձր այդ ինքնագիտակցությունը մեզանում, որքանով ենք մենք սիրում իրար, իբրև ազգ։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ։ Հիշեցնեմ, զրուցում էի Մասիացոտ ընթեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հետ։ Շնորհակալություն ուշադրության համար։